Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան Խոհանոցն է, շատ ուրախ եմ եւ շնորհակալ, որ կրկին միասին ենք։ Հարգելի հեռուստադիտողներ, իհարկե երբ որ միասին ենք ուժեղ ենք, իսկ երբ որ ուժեղ ենք, մենք ստեղծագործենք եւ նաեւ արարող։ Այսօր բարեկամներ հյուր ունեմ, իմ հյուրն է Զվարթ Գասպարյանը, հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության խորհրդի անդամ եւ անձնավոր ռեստորանի ավագ խոհարար, մեր լավ բարեկամ, ձեզ քաջածանոթ եւ սիրված հյուր։ Ողջույն։ Ողջույն Սեթրան։ Ինչպե՞ս ես Զվարթյան։ Շատ լավ։ Երբ որ դու այստեղ ես, արդեն մեր հեռուստադիտողները, ինչու՞ չէ նաեւ մեր նկարահանող խումբը սպասում են մի լավ համադրության, մի նորության, մի լավ իրավիճակի։ Ինչով ես այսօր ներկայացել։ Այսօր աղցան պետք է պատրաստենք։ Այն ճիշտ է, որ ասում են աղցանին աղցանել չի կարելի։ Ասում են, դիետոլոգներ կան, ասում են աղցանին աղցանել չի կարելի։ Ամեն ինչը չափի մեջ է գեղեցիկ։ Բա ինչու է կոչում աղցան։ Այն ժամանակ Կարողացա ասել։ Դիետոլոգները չկային։ Ինչ բաղադրություն ունի աղցանը։ Պետք է օգտագործենք հազարաթերթիկ։ Հազարի տերև։ Այո։ Կիվի։ Ընկույզ։ Սուլուգունի պանիր եւ համեմենք եւ սունկ։ Ընկուզեղեն այստեղ տեսա ես։ Նուշ, ընկույզ եւ այլ բաներ։ Եվ այստեղ հատիկավոր գարչիցա։ Հատիկավոր մանանեխ։ Մանանեխ։ Մանանեխի սերմ։ Այո։ Շատ լավ։ Գնացինք, ինչով պիտի օգնեմ։ Նախ պատրաստենք սոուսը։ Սոուսը պիտի պատրաստենք։ Մի այնքան քիչ։ Խնդրեմ։ Ես հազարաթերթիկ, ինչպես դու նշեցիր, կտրատեմ ձեռքով, հա։ Դու գիտես ձեռքով կտրատեմ։ Ես ավելացնելու եմ բալզամիկ քացախ մի քիչ։ Զեյթունի ձեթ։ Այո, սոուս ասվածը, այսինքն մեր պատկերացումներով այդ խիտ սոուսը չէ։ Ոչ, այնքան որ ինքը աղցանին համտանքը։ Մարոլը կտրատես։ Թեթև մրգային, կիսամրգային, այսպես աղցան պիտի ստացվի։ Մինչ այդ ես մաքրեմ կիվին։ Այստեղ կունենանք եւ ջերմային մշակման ենթարկված եւ բնական տեսքով մթերքներ, չէ։ Այո։ Ավելի շատ թարմեցնող է, կարծես։ Ինքը նրան հենց այդպես էլ անվանել եմ թարմ աղցան։ Թարմացնող աղցան։ Այո։ Սոկոնը պիտի կտրենք։ Խոշոր։ Ոչ խարասոկոնը։ Խոշոր, մի հատ ուզում եմ կիսեմ, մեջտեղից եւ վերջ։ Ճիշտ է։ Այո։ Խառնենք մի հատ։ Այն սոուսով հանվեց, տես այսքանը բավական է իրեն։ Հիմքն է աղցանի։ Ընկույզները կուզեմ օգնել կտրատենք, թե չեն կտրատելու։ Կտրատելու ենք։ Խոշոր։ Չէ, կտրատելու ենք եւ պանիրը թաթախենք մեջը, այնպես որ մի քիչ մանրով Պանիրը պիտի տապակենք։ Պանիրը պետք է նրա մեջ թաթախենք, հետո նոր շարենք աղցանի վրա։ Վերցնենք ափսեն, հիմնական սկսենք դասավորել։ Դասավորենք։ Այստեղ հնդկական ընկույզ էլ կա, հա։ Այո։ Հատ էս տեղավորել։ Աղցանի հիմնական մասն էր սա։ Ինչ արեցինք մարոլի տերևները, հազարի տերևները կտրատեցինք խոշոր։ Այո։ Կիվին կիսալուսնաձև։ Այո։ Հատուկ սոուս պատրաստեցինք կիտրոնի ներողություն ձիթապտղի ձեթով եւ բազանի քացախով։ Այո։ Ավելացրինք մանանեխի հատիկներ։ Այո։ Որպեսզի գոնե մանանեխի հատիկի չափ խիղճ ունենանք եւ մենք եւ ոչ։ Ահա։ Հիմա տապակենք մի փոքր սունկը շատ քիչ
կարող ենք օգտագործել ցանկացած սունկ, ասենք պարտադիր չի շամպինյոն, սունկը ըստ ցանկության, որը որ ով կնախընտրի, Ծառասունկ, կախասունկ, ով ինչ կնախընտրի, գառանդմակ, մեր բնաշխարհի բնորոշ սունկ թող լինի։ Իսկ այստեղ հարմար է պանիրը ընկուզապատելու համար։ ընկուզապատելու համար մենք կավելացնենք ձեթ, այդ ձեթի մեջ կավելացնենք ընկուզեղենը, Հարմար է մեծությունը, խոշորությունը։ այո, այո, Խնդրեմ։ շրջենք սունկերը, Մինչ կշրջի սունկը Եվ զվարթը, կհամեմեմ։ ես ուզում եմ սունկը սնկի որակը դուք հասկանաք, հատկապես ոչխարասունկը, բարեկամներ, այն ամբողջությամբ պիտի փակ լինի եւ պնդոտ։ Երբ որ բացվեց այս կոթոնի կողքի այդ շերտը, սկսի արդեն գոլորշացում, իսկ սունկը գիտենք, որ 80% հեղուկ է, գոլորշացավ այդ հեղուկը, սունկը արդեն պիտանի չէ։ ես այն շատ քիչ ձեթով սկսեցի, բայց մի փոքր էլ կավելացնեմ, քանի որ միանգամից շատ ձեթի մեջ չեմ ուզի բանջարեղենը տապակել, մի փոքր էլ տապակվի, Ընկուզեղենից պատրաստեցինք այսպիսի սոուս, օգտագործեցինք ընկույզ, նուշ եւ հնդկական ընկույզ, ավելացրինք ձեթ, ես մի քիչ էլ ձեթ ավելացնեմ, եւ վերջ, Վերջ, սունկը թեթևակի, բարձր ջերմաշանի տակ կեղևապատեցինք եւ արդեն կարող ենք տեղադրել։ բավական է, հիմա պանիրը սոլոգունի պանիր է, այն կթաթախենք եւ այսպես շարում ենք, Ընկուզախարը պանիր։ այ այսպես, ես պանիրին առանձին այս սոուսին չավելացրեցի, չհամեմեցի, քանի որ պանիրներ, համեմել եմ սունկը, կարծում եմ բավական էր, քիչ եմ արել, Այո, աղցանել չի կարելի։ Այսքանն էր։ այո, Ահա, սա մեր բարեկամներ, այսօրվա աղցաններ, Նորից իջեցնեմ, հազարի տերևներ, այնուհետև մենք հատուկ սոուս պատրաստեցինք բալզամիկ քացախի եւ դիտապտղի ձեթի հետ միասին, խառնեցինք հազարի տերևները, ավելացրինք մանանեխի հատիկներ, սունկը խոշոր ուղղակի արագ կերևապատեցինք միայն աղով համեմելուց հետո, այնուհետև պանիրը ընկուզեղեն կտրատեցինք, ավելացրինք դիտապտղի ձեթ, պանիրը թաթախեցինք այդ սոուսի մեջ եւ աղցանը պատրաստ է։ Զվարճան, եթե դու ունես ասելիք, խնդրեմ մեր հեռուստադիտողը անհամբեր սպասում է քո ասելիքին, քո ասելիքի մեջ միշտ կա բովանդակություն, միշտ կա իմաստ, խնդրեմ։ ուզում եմ լինեն առողջ, ավելի շատ դրամը վաստակած դժվարությամբ ծախսեն ոչ թե Առողջության համար առողջանալու, այլ առողջությունը վայելելու համար։ Ապրես դու, հարգելի հեռուստադիտողներ, նախ ցանկանում ենք, որ հնարավորություն ունենաք շատ դրամ աշխատելու եւ այդ դրամը վայելեք ձեր առողջությունը երկարացնելու համար։ Ձեր անունից շնորհակալություն Զվարթին, ապրես դու Զվարթ ջան, թող քո երևակայությունը երբեք այսպես
ժամանակ չլինի եւ այսինքն կանգ չառնի քո երևակայությունը, որտեվ դու շատ լավ միտք ունես։ Ապրես դու։ Հարգելի հեռուստադիտողներ, թող որ բոլորս լինենք առողջ ու երջանիկ, ասկսինենք ու հայրենիք։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսյուն բարեկամներ։ Թարմ աղցան, կիվի 2 հատ, սուլուգունի պանիր 100 գրամ, ընկույզ 30 գրամ, ձիթապտղի ձետ 20 գրամ, 1000 մի քանի ճյուղ, բալզամիկ կացախ 20 գրամ, հատիկավոր մանանեխ, աղ, բարյախորշակ։